Ձեր կարծիքով ում պիտի պաշտպանի ոստիկանությունը, կարգալույծ արված քահանային թե եկեղեցուն։ Երկուսն են։ Իհարկե եկեղեցուն, դա նույնիսկ հարց չի։ Իսկ ինչ եք կարծում, ներկայումս պաշտպանում է եկեղեցուն։ Իհարկե ոչ։ Կատարում է Նիկոլի հրահանգները, անձնական պաշտպանության մեթոդն է, էլի։ Ձևը, խայտառակությունն է իրավիճակը։ Եկեղեցուն։ Ինչու։ Եկեղեցին տերն է այդ եկեղեցուն։ Կարգալույծ արված քահանա։ Ոստիկանը ինձ պիտի պաշտպանի։ Մեր եկեղեցին մեր համար ամեն ինչ է։ Շատ հաճախակին չէ ասում, մեր հիմնասյուներից մեկն է մեր պետության, պետականության եղել է, կա, կլինի այդպես։ Պետք է պաշտպանի, բայց առայժմ չի պաշտպանում, պատճառաբանում են, ինչ որ առանձին անհատների են մեղադրում, վեհափառին են մեղադրում, չգիտեմ որքանով է ճիշտ, թե դա արհեստականորեն ինչ որ արված բան է, չգիտեմ։ Ոստիկանությունը չի կարող ունենա այդ առանձին տարբերակների, այս պետության կարգ ու կանոն պահողներն են, ենք տեսպետության կարգ ու կանոնը։ Ներկայումս պահում եք կարգ ու կանոնը։ Ոնց կարող են ես պահում են։ Չէ, դա խառնել պետք չի։ Եկեղեցին ուրիշ տեղ չի, Սոմալիի եկեղեցին չի, Հայաստանի։ Բայց փաստացի հիմա պաշտպանում է կարգալույծ քահանային ավելի շատ, քան եկեղեցուն։ Ես պաշտպանում եմ Հայաստանին, մեր հավատքին, իսկ թե ով ոնց է դա սպասարկում, այդ արդեն իրանց գործն է։ Ոստիկանը պետք է պաշտպանի կարգալույծ արված քահանային։ Նկատի ունեք Տեր Արամին, չէ՞։ Որովհետև ինքը ճիշտ է։ Մի բառով ասեմ։ Ինչով է ճիշտ օրինակ։ Իրեն կարգալույծ են արել, բայց նա եկեղեցին զավթել է, այսպես ասած։ Բայց իրանք իրավունք չունեն իրան կարգալույծ առնել։ Ինչու՞ չունեն։ Որովհետև մենք արված է հոգևոր խորհուրդը։ Հոգևոր խորհուրդը ով է ղեկավարում։ Գարեգինը։ Եվ Բայց Գարեգինը պարզվում է, որ կուսակրոն քահանա չի։ Ես Մոսկվայից եմ եկել, ես 2 օր հույր եմ եկել, ես չգիտեմ ով է կատարվող իրադարձությունները։ Գիտեմ որ ինչ բան կատարվում է եկեղեցու հետ կապված, բայց ես չգիտեմ ով է ճիշտ, ով է սխալ, Ազիզ ջան։ Ճիշտն ասած, որ եկեղեցին էլ է խառնվել արդեն։ Եթե եկեղեցին պետության հետ համագործակցի, ուրեմն պետք է եկեղեցին պաշտպանի։ Եթե չի համագործակցում, ինչ է կարծում ներկայումս պաշտպանում է եկեղեցուն ոստիկանությունը։ Չգիտեմ։